բայց իրանց ենք թողնում։ Այդտեն կոֆեի հատիկներն է, համով են իրենք, շատ լավ է։ Իսկ կոֆեի հետուց շատ լավ է։ Հա, չկա եսի դու գրենք։ Այդ ես նստեմ թեստի կոֆե սարավ ինչ ապելսի։ Այդ ես նստեմ, Քանիշտեղի։ հա, դե ուրեմն։ Հետո ինձ եք ասեմ, մուսի պուսիները բակու տղեն, բարելույս սիրելի հետևորդներ ջան, էտա վերակացել, դե բա մեկ գնա, մուսի պուսի մեկ անի, մեկ գնա, մուսի պուսի մեկ անի, այ, ես էլի կան կոֆե խմի ինչ շատ գներ ես, բայց ես արա, այդ կոֆե մինչ քիչ էր, Հավեջ չգիտես մենակ, հետ չեմ կարել, Ես առավոտը վեր կացա, էտա ջուրնու եմ խմա։ Ստվարենի այնան, գալիս եմ ստեղ նստեմ, հեռախոսը վեր ունեմ, բզբզամ, ճգեքի գնալուց հետո իհարկե։ Մի հատ հացման անա պետք մեզ այաննա, Կարոց կբերը։ շնորհքով մի բան նայ էլի, թե չո տանցիլաֆոն է։ Չէ, կբերեմ, բայց չէ։ Ուզածդ հացամ անելի, ուզածդ հացամ անելի։ Էսա Ռոբերտի հետ կխոսանք կարող է որով բանի իրար հետ գնանք, յան կարող ենք գնայենք, եկեք կոֆե խմենք, կոֆե խմողներ ջան, հավաքվեք, ես ես է խմեմ, որ այդ չեմ խմի։ Չէ, ճամփոտ մարդը կոֆե կխմի։ Ասի մի հատ խմեմ, կոֆե Զվերը շատ չեմ գևորում, հա, ինչի սիրեմ, արի, 3 հատը համ, տուր կոնդավ կերակուրա, տուր առավոտ շուտ, էներգիա տալիս, սպիտակուց տալիս, տեղում եմ սաղմանվել, մալադեց, կարգին աղջիկ, ինչ կենանի բա, պարապությունը թեբան է, վեջը չկցես, հասցնում եմ, երեքն եմ հանեմ, հա, երեք հատ, հեկելո, հա, այդ մեր կլտում են, նրանք թողտեն դրին որը հետը, լավա շոկոր, Են մի անգամ որ գամ ձերեն տեղին պանիրով լավաշով ծվով մի հատ համով բան կսարքեմ, բենամ ձեզ դուր կգա, Ալեքսը սիրեմ, անջատ է ձուն, անջատ եմ, անջատ է գինդայի ռահմատ, ոնց ասես, բան, այդ է բաներ, սիրելի հետևորդներ, երեք, վայ մեր աջան, մեր սազանգը, ասմա թութ էր աչկովս ընգել, են պուճուն, 2-300 գրամանո ծամանները 1500 պոտքի ասնում ես, հետո էլ ասում են Ռուսաստանը չի վերունում էժանանում, ոչ էլ էժանանում, սուտա, ծաղիկները գնում Ուկրաինա, դա կլուբնիկ երեք ստեղ քանի տեղ հարցրի 1500, վատենում ես, Այ սիրելի հետևորդներ ջան, այս հազը հետևանք պի ունենամ, ախ ոնց եմ սիրում ես մասիվի համես տեսարանը, համես քամին, ուրեմն երեք էտա երեխաների պաշտպանության օրն էր, բայց դրանից առաջ մորս բժշկի գալու օրն էր սիրելի հետևորդներ ջան, տեսեք որ Աստված ինչքան է մեզ սիրում, երևի Աստված նկատել է, տեսել է, մի տեղ էլ խղճացել է ինձ էլի,
որ ես ինչքան բժշկի դռներն եմ գալիս, միշտ մեր օրը տոն եմ դարձնում։ Ու մամայի բժշկի գալու օրը համընկավ ամսի 1-ի հետ։ Հադես ես տխուր մորդ բերես բժշկի, ինչ անես, հետո խելագարվես, չէ։ Կարևորը բժշկությունն ու գիտությունն ու վերջը էլի, դրանք որ չլինեն, մենք մարդիկս կկորենք։ Ես միշտ այս վերջեր եմ շատ բան եմ հասկացել, հետվեվա ես թունդեմ եմ փեկով ես։ Ու էտա մորս ճամփու դրինք, Աստծուն փառք ամեն ինչը լավ է, շատ եք հարցնում ինչա, առիթմիա է մամայի մոտ, էտա։ Մարդիկ մի օր ծնվում են, մի օր մեծանում, մի օր էլ հիվանդանում, պրոստը մենք զավակներս ընքան մեզ հաշիվ տված լինենք, որ մեր ծնողներին մենակ ու անտիրական չթողանք, էլի Աստծուն փառք մերս աշխատող կինը, ոնց են ասում ինքը կարա իրա ծախսերը հոգա, բայց թե բա ես ու աղբերս ինչ անենք, երբ որ իրա զավակներն ենք, մի խոսքով աղբերս ստեղ չի գիտեք, դվայնոյ այս ուսերի վրա է անգած, որ պատվով տակից դուզ գամ, աղբորոս անհանգստություն հանկարծ ու հանկարծ չպատճառեմ։ Ինչև է, եկանք, մաման, որ մեզ լսեր շուտ գար, ավելի լավը տերևնի, Աստծուն փառք մի էլ լավ խնդիր չկա դրան, Աստված ողորմած ամես բոլորիս, բայց որ շուտ գար ավելի լավներ լինելու, մարդը դժվար է ընդունում, որ նայում եմ մամային ու ինձ, թող մերս ինձանից չնեղանա, բայց ես մամայից ուժեղ կամք ունեմ փաստորեն, ուժեղ կամքի տեր եմ, որովհետև մաման խառնվում է, մաման կոտրվում է, պահի տակ, մաման ասում է ես ինձ հիվանդ չեմ պատկերացնում, հա ով է իրան հիվանդ պատկերացնում, ոչ մեկ, տեսակ Անի Աբովյանը ինքն է ասում 7 տարի կոպիտ ասած երակների խնդրով մարդ եմ, լիմֆոստազի խնդրով մարդ եմ, երբեք չեմ կոտրվել, չեմ էլ պատրաստվում կոտրվեմ, ես էլ չեմ բարձրաձայնում, հո չեմ բարձրաձայնում, որ խղճակ, Աստծուն փառք, ինչի՞ց պետք է խղճակ, ուղղակի մարդ ենք, ասում ենք, խոսում ենք, մենակ տեսանյութում հիհի-հահա անելը չի, չէ, կամ դրականը տալը, մարդը կարա մի օր դրական լինի, մի օր հիվանդանոց գնա, հեռու մեր բոլորիցս, մի օր սքոսրահ գնա, ամեն տեղ էլ կարա մարդը գնա, եթե ապրում է լիարժեք, նորմալ կյանք։ Հմի երեգիրիկունը 10 անցեր, զանգեցի ինձ հետաքրքիր էր էլի իրա ճնշումը, ժողովուրդ այն որ մարով շախված աչքերը տենում էի, ջանիս կեսի չատը գնում էր, որովհետև քանի տարի, 7, 8, 9 տարի բժիշկների դռներին եմ, ամեն տեղից մի բան սովորում ես էլի, չես ասում, բժիշկ դառնալու համար Հիպոկրատի երթում տալը շատ քիչ է, հոգով սրտով էլ տես բժիշկ լինի, ու այդ հարցում մեր բախտը բերել է, որ հանդիպել ենք Անի Աբովյանի, այս բաժակում շուտ է Հովանում, որ հանդիպել ենք Անի Աբովյանի նման հոգեպես, հոգով, սրտով ու գիտելիքներով հարուստ բժշկուհու։ Սա գովազդի ոչ մի ձև չի, ով ոնց ուզում է հասկանա ինձ կոպիտ ասած, ոչ կարամ ասեմ միևնույնն է, ոչ կարամ ասեմ չի հետաքրքրան, չի նյարդայնացնի, որովհետև մենք մարդիկս տարբեր ենք։ Աշխարհի ամենալավ բժշկից իմ դիմացինը կարա գող լինի, օրինակ ես էլ դժգող լինեմ։ Դրա համար սա մի քիչ վիճակա սենց հարույց հարց է, էլի։ Բայց իմ դեպքում օրինակի համար Աստծուն փառք գող եմ ու դժգող չեմ։ Քամի։ Հիմա երեք մամայի հետ եկանք, մերս պահի տակ էլի նեղվեց, այդ առիթմիայի անունը լսում եմ,
Զգում ես էլի, որ են հպարտներդ կոտրվում է։ Ու կրկին անգամ համոզվում եմ, որ արա չէ, ես իրոք ուժեղ մարդ եմ։ Ուժեղներն էլ հացել գիտեն, նեղվել գիտեն, բայց այսպես ժերքարի պես ամուր կանգնել գիտեն։ Հայ կնիկ ինչ այլ է, հրանգից մնա, եկագնիկ ես, սենց բաներ, այդ մամայի պահով։ Ալեքսի պահով էլ, այն որ ուզում ես մի հատ տանես թեկուզարյան անալիստա ու այն ծակոցի, այն որ ուզում է ծակեն, ոտից գլուղ մարմինդ փշակաղում է, բայց էլի ասում եմ, քեզ տղամարդ պահի, ամոթ չի, հոդու աղջիկ չես, էդ էլ տղու պահով։ Իմ պահով էլ լռում եմ, ոչինչ չեմ ասում, որովհետև ես Աստծուն խնդրել եմ, որ ինքը ինձ բժշկի։ Այս ասելու եք տարբեր բաներ, ես աստվածապաշտ մարդ եմ, գնում եմ մեր հայ առաքելական եկեղեցին, վերջի անգամ չեմ հիշում, սկի երբ եմ գնացել, բայց ամեն օր էլ, այս պահին էլ ասում եմ փառք քեզ Տեր ջան։ Մի երեք շատ երկար զրույց ունեցանք Անի հետ, մեր բժշկուհու հետ, ու այո, ինքը արմատներով և Ստեփանավանից է, և Ալավերդու կողմերի հետ կապ ունի, տեսանյութում լսեցիք, այդտեղից մաման մի քիչ սենց ավելի բան եղավ, պլյուս դրան քեռիս իրանց լավ ճանաչեց, այդտեղ մամաս վաբշե ոգեշնչվեց ու սենց հանգստություն ապրեց, պլյուս դրան էլ հեռու մեզանից ու իրանից, եթե ոչ մեկ էլ իրան չճանաչեր, սիրելի հետևորդներ, ինքը արժանի է սպիտակ խալաթը կրի ու մարդկանց հետ շփվի իմ համար, խնդրում եմ որ Իսևի չհասկանա, ես իրանից օգուտից եմ վնասը չեմ տեսել, Աստծուն փառք, իմ մերս աշխատող կինն է, ես ունեմ ամուսին, ունեմ իմ աշխատանքը, տարիներ առաջ բլոգերությանը մարդիկ ծաղրուծանակով էին նայում, այն մարդիկ, որ ասում էին, ես երբեք չեմ անյետեր պակաս կամերայի առաջ երևամ, այսօր իրանք էլ էջեր ունեն, որովհետև բլոգերությունը գումար է բերում, սիրելի հետևորդներ ջան, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, դուք էլ վաստակեք ձեր գումարը, ձեր լումաններ դրեք ձեր ընտանիքի ընտանեկան բյուջեում, ինչևից է, մենք ամեն, որ ոնց եմ ասում, եթե բժշկի դուռ ես գնում, պատրաստ ես, չէ գնում, մարդն իր մարդկային տեսակետն էլ ցույց տվեց, նվերն էլ արավ, որ մենք արժանի էինք փաստորեն, շնորհակալ եմ ես իրան, մեր մեջ եղել է մի հատ դեպք, այդտեղից են կոմ, Անի Աբովյանը, ասում է ես այդ դեպքը երբեք չեմ մոռանա, ուղղակի ես ինձ թույլ չեմ տա բարձրաձայնեմ, որովհետև կոպիտ ասած, երբ որ իմ դիմացի բժիշկը բառիս ուղիղ իմաստով վիրավորեց ինձ ու իմ մանկահասակ երեխային, Անին այսպես թևերը փռեց, ես չխոսացի, որովհետև ինչ խոսած, եթե մարդու տեսակն է, ասում է և հիմար իմ մի առարկիր։ Այսօր էլ շատ էջեր եմ, շատ բաներ եմ տենում, բայց նմանը նմանին է գտնում ու քննարկում են ինձ։ Դրա համար ես առ եմ համարում, ոչ թե առհամարում եմ։ Իսկ այս դեպքում, սիրելի հետևորդներ ջան, Անին ասում է բժշկուհի Անին, Անայդ ասում է, ես այդ դեպքը երբեք չեմ մոռանա, երբ որ բժիշկը առաջինը պետք է հոգեբանել չէ, հետո նոր բժիշկ, որ մարդուն կարողանա կոնտակտի մեջ մտնի ճանաչի։ Երբ որ մի բժիշկ վիրավորի համ քեզ համ քո երեխուն, ես լռեցի, որովհետև ամեն դեպքում դեմս սպիտակ խալաթով կանգնած մարդ էր ու ասում է այդ ժամանակվանից դու սենց իմ մտքում էիր։ Հետո, երբ որ առիթ եղավ, որ արդեն ես գալիս եմ պուլս մետ, ես կոմ ինքն ասում է, ես ուզում եմ քեզ հիշեմ,
որ ասի արի ջանարի սրտիկ ջան վայ ասավ այսենց ման ես քեզ հիշեցի սենց ասում եմ հա ասում եմ գիտես ինչքան չշարունակեմ չեմ ուզում այդ օրվանից կարելի ասել մենք դառել ենք լավ ընկերներ համել այո ինքը արմատներով Ստեփանավանից հա իմ հարևանուհու բարեկամն է գովալու տեղ ունեմ էլի որ ինձ գովում են թե իմ հարևանները թե իմ լավը կամեցողները մենք դառել ենք լավ ընկերներ իմ շատ լավ ու բարի հետևորդներ Աննան Տիկին Գերանուհին էլի ուրիշ լավ մարդիկ անձնականով երբ որ իմ հետ շփվում էին ասին Անահիտ ջան պարտադիր մամայիդ գլուխ մտնող անոթները նկարի ժողովուրդ ես ինչ եմ բարձրաձայնում գիտեմ մամաս չի նեղվելու առաջինը դրա համար բարձրաձայնում եմ որովհետև ունեմ Էնձևի լսարան որ այսօր սաղս էլ խնդիր ունենք հիվանդության ճնշման հետ բոլորս ունենք այդ խնդիրը որ դուք էլ իմանաք տեղեկացված եք ես լուռ ու մունջ մտքիս մեջ որոշել էի էլի ասի չեմ խոսալու հլատենամ այս աղջիկն ինչ կանի հետո նոր կասեմ բժշկուհին ձեզ ինչ բանը առաջարկել են դուք ինչ կարծիքի եք երբ որ մենք մտանք իրա մոտ ինքն ասավ Անահիտ ջան պարանոցից գլուխ մտնող այդ անոթներն էլ պիտի նկարենք ու ես դա կանեմ իմ հաշվին ես նեղվեցի առաջինը որ Աստված ջան ուրեմն խնդիրը լուրջ է որ տենց ալնեմ ու կարողանում եմ ինձ կառավարեմ այսպես եմ կառավարում ու ասի բժշկուհի ջան խնդրում եմ ինձ բացատրեք հասկանամ ինչի համար է դա արվում որ նկատես ելի հետևորդներ արյան հոսքը անոթների պատերին խոլեստերին կա չկա լավ ու վատ խոլեստերին մի խոսքով այդ բաները որ որոշվի սիրելի հետևորդներ ջան տենան խցանում կա չկա դրան գումարած նաև սրտի կատ է շատերս կատ են լսում ենք ու վախում ասում վայ վիճակս այնքան վատ է որ սենց որնեն չէ մեր դեպքում կատ են արվելու է ապահովագրված լինելու համար այն որ մորս սիրտը վերջի պահին չհասկանաս ինչ անում ու երբ որ ասեց կվճարը անվճար կլինի էլի ասի տենց փաթեթ ունեք առաջինը հետ եկավ դե միտքս ուրախ որ ձեզ են ասեմ ասավ չի Անահիտ ջան դու դրան արժանի ես վայ ասի շնորհակալ եմ բայց ես էլ ինձ վատ եմ զգում էլի գոնե կես ասավ չի Անահիտ ջան ու փաթաթվեց ինձ ժողովուրդ էլ ձևի մարդուն ինչ ասեմ մենակ կարամ ասեմ շնորհակալ եմ շատ ու շատ ու երեք նկարեցինք Աստծուն փառք խցանում ու ոչ մի բան չկար փառքը շատ Տեր ջան այ խոլեստերին մի քիչ կար ինչի համար էլ այն գլխից առանց անալիզ տալու բժշկուհին ոնց որ ապահովագրել է էլի մամայիս ու իրա ցանկացած հիվանդի նես չի որ դա իմ մաման աբախ գիտեք պետքա ոնց լինի չէ իրա տեսակն է այդ ձևի երբ որ իրա դուրը բաց ինքը կոնսուլտացիան անում է ու դուք լսեք ոնց է ինքը խորհուրդներ տալիս չէ սիրելի հետևորդներ չգիտեմ այդ ուրիշ բան է ինքը բոլորի համար է սրտացավ ասма գնա ես ինչ բան արա եթե չօգնի երեք ես իմ ականջներով եմ դա լսել ասма նոր կգաս այս փաթեթը կվերցնես ինչևից է մի մենք երեք այդքանից հետո մերս մի պահ լավ կոտրվեց հետո էտա ես չխայնաց հայ կնիկ Աստծուն փառք դու սենց բաներ համի նոր զանգել է ասма դու ճիշտ ես ասում եմ դե բա ոնց գնացել է տարել է թուղթը ցույց տվել որ պետությունը այդ 65+-ից ինքը օգտվի ու բժշկուհին գլխից ասավ մի տեղն էլ կար որ չի տալու պետությունը դա էլ մենք կառնենք Աստծուն փառք սաղ ունենամ ինձ աղբորս հորս չեմ ասի որովհետև պապան էլ ինքն էլ իր խնդիրն ունի էլի սաղ ունենամ Աստծուն փառք
Իմ ամուսնուն, մորս, աղս էլ, ամեքս էլ աշխատող մարդիկ ենք, են որ մեկս չունենանք, մյուսս հաստատ կլրացնենք, սենց ասեմ։ Ես էտ աստվելու, հետևանքն է, կոկորդս այս ենք խեղտած։ Ու դրանից հետո, սիրելի հետևորդներ, ես ենքան չկոտերվող մարդ եմ, դե Ալեքսը այդ բաներից տեղյակ չի, չեմ էլ ուզում շատ, մենակ հա գիտի տատը հիվանդա եկել ենք բժիշկի, ինքը պետք է խելոք մնա, ինքը պետք է սենց լինի, նենց լինի ու նենց լինի։ Ու Ալեքսն ասում, մամա մենք էլ ենք գնում, ասում եմ չէ, այսօր քո օրն է, ինչ ուզում ես են էլ անում ենք։ Ու ես ենքան վստահ էի Ալեքսիս վրա, ես որ գիտեի ինքը դպստված բաներ չի ուզելու, չենք գնացել ոչ մի սննդի կետ, չենք գնացել ոչ մի ռեստորան, ես մամա ճանապարհին չենք կերել, որովհետև սոված պետք է մաման անալիզը տար, բժիշկու մոտից դուրս ենք եկել, կողքը ֆուդ կորտ կար, ըտեից օգտվել ենք ու տարել եմ մորս ճանապարհել, Ռայկոմից, այդտեղ է Ռոզա տատիկիս եմ տեսել հետ գալուց, Շելի հետևորդներ ջան, ու օրս նվիրել եմ Ալեքսին, վայ են նվիրելուն, որ սրտով տխուր ես էլի, բայց նկարում ժպտմել ես, այ մարդը կին է, այդքան ուժեղ պետք է լինի, երեխեն իր օրը չփչացրեց, չփչացավ, մաման էլ ուրախացրեց Ալեքսին, հենց նստեց ավտոն, ասմազից դու ունես չէ քո պորտմանը, հա, դե առես քեզ ինչ կուզես կանես, մեկ ուզում էի խոսամ, մաման կոպիտ ասած սենց բերանից մի հատ թագեց, ասավեքուս դու քու թողի մար, ոչ մի բան չանես, ու ինքը ճիշտ էր։ Նիկան էլ հենց վրան խոսում էր այդ համար պետք չի, դու ինձ նեղացնում ես, բան ասում երեքուս դու քու թողի մար չանես, սա իմ թողնա, իմ հետ գործ չունենք։ Ու Նիկան էլ հանձնվեց, այդքան ուժեղ համար, այդքան տեղը հանձնվեց էլ։ Եկել ենք, ես իմ համար գնեցի մի հատ կոշիկ, բասանոշկա ու հետեից ենքով եկանք ստեղ շատ լավ օր ունեցանք, սիրելի հետևորդներ ջան, իմ երեխի օրը գունավորեցի, թուշիկներից կսած, իրան սրտիկով վերջացրած, իրա հորքուրն էլ իրան անմասն չթողեց նվերի, այսօր ճիշտ նվերը գումարի տեսքն է, սիրելի հետևորդներ, հետո առիթ ունենանք, առիթ չունենանք, ոչ իմ մերս, ոչ իրա հորքուրը, ոչ մեկը, երբեք Ալեքսի հետ անտարբեր չեն անցնում, միշտ Ալեքսին ուրախացնում են, ուղղակի տարիներ առաջ երբ որ ես այս վլոգերությունը սկսեցի, այս Նիկայանց կողմը կատեգորիկ դեմ էր, ոչ մեկ չէր ուզում, պետք չի ես այն, հետո տեսան, որ ես գլուխս կաղսուս ու փուս, իմ գործն եմ անում այս ձեռներով, իմ գումարն եմ վաստակում, աշխատածս գումարը, սենց ոտից գլուխ ինձ չեմ անում, տուն եմ գնում, ամեն մի կին ուզում է, որ տուն ունենա, տան մի մասնիկն էլ իրա այս մատերն արածը լինի, արդեն համակերպվեցին, առիմատատներ լավ հավեսով տեսանյութերս ծաղկացնեմ, երեք եկել եմ, ասում եմ ինչ անսովորը չէ, գալիս ես ռիմատատի տեղը դատար կա, սեղանին ոչ մեկ չի նստում այդ պահին այդ տեղամ հացուտելուց, տենց, ու այսօր էլ ամսի 2-ն է, սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ միջոցառում ենք հրավիրված, երազայք են գնալու, տաքսին արդեն պատվիրել եմ, դա եցել մի անգամից մեր տուն, Ալան ասում է, մնացեք, ընդեղից է Ռոբերտը սոր է մնացեք, ախպեր չէ, ես իմ տունն եմ ուզում, ես իմ Ստեփանավանն եմ ուզում, որովհետև իսատ գործեր շատ ունեմ, ուզում եմ գնամ, ավարտին հասցնեմ, որ էլի գործեր ունեմ, սենց բաներ։ Երեգիրիկունը երբ որ զանգեցի մամային 10 անցեր էլի, ասի լատենամ այսօր ճնշումն ինչ այլ է, չվերցրեց, շատ զարմացա ինքը եթե չի էլ վերցնում հետա զանգը, առավոտը զանգեցի, ասում եմ այն կնիկետխի չէ էլ վեր կալ է հեռախոսը, ասում է քնել եմ աննա, դա իմ համար ասենք ամեն ինչ, այն որ մերս քոնդաթարը կորցրել էր էլի,
Իսկ մի Աստծուն փառք, շնորհակալ եմ Անի Աբովյանին, շնորհակալ եմ առաջնահերթ Աստծուն։ Տեղերից եք շատ հարցնում, տեսակ ես իրան էլ հարցրի, ես իրավունք չունեմ մորոզ նշանակած տեղը բարձրաձայնելու, որովհետև ամեն օրգանիզմ տարբեր է։ Տեսեք, մաման էլ ունի ճնշում, ես էլ ունեմ ճնշում։ Ես խմում եմ Լեբիլիտ պլյուս, հլա դեռ այսօր չեմ էլ խմել։ Են էլ կեսը, այս եկամարմինը կես կոճակն է խմում, ինչից որ ես շատ զարմանում եմ։ Մամաս էլ խմում է մի ուրիշ տեղ։ Ինչ էր, չեմ հիշում, ինչ էր, չէ, կհիշեմ։ Մի խոսքով չհիշեցի ինչ էր, ոչ թե չուզեցի ասեմ, բայց չի կարելիս, ելի հետևորդն էր։ Այսօր ամեն օրգանիզմ անհատական մոտեցում է պահանջում, դրա համար պետք չի, էլի մեկ էլ են ինտերնետով ծրագիր կա, չէ, ChatGPT, դա հոբան չի, բժիշկ չի, ճիշտ է, ամեն հարցի պատասխանը տալիս է քեզ, բայց մի հատ լավ հասկացող հետևորդ ունեմ, ամեն ինչում ինքը միշտ իմ կողքին է, ու ինքը ասում է կարա այդ ծրագիրը տվյալդ հավաքի քո անձնականը ու մի հատ հնենց գործողություն անի, չեմ ուզում սենց բարձրաձայնեմ, որ պետք չի, այնպես որ թեկուզ օնլայն հարթակում շփում ունենալուց զգուշավորությունը լավ բան է, սիրելի հետևորդներ։ Մի վեր ենք կացել, Ալայի հետ կոֆե խմեցի, ձեր հետ խմեցի, տաքսին արդեն պատվիրել եմ ժամը 5-ի համար, ժամը 2-ին գերազայք ենք գնալու ստեից 23-ով կգնամ, են որ աշկերս փակ գիտեք, որտեղ ինչ կա, կգնանք, թող Ալեքսս այսօր էլ իրան լավ զգա, ընդեից էլ քարյոթով ասած Ալեքսիս կիշնենք բարեկամություն, ու վսյո, ու կգնանք դեպի մեր տաքսիները, սիրելի հետևորդներ ջան, երեք համ հոգեպես էի շատ ճնշվել, համ ֆիզիկապես շատ շոկ էր, այն որ երեկվա մեր կերածը եղել է մամանց հետ, որ այդ ֆուդկորտը գնացինք էդ, դրանից հետո պաղպաղակ ենք վայելել, ես էլ եմ էլ երեխա, Ռոբերտն էլ ասավ, հենց մտանք տուն, Ալան, Ռոբերտը ասում են ձեր տոնը շնորհավոր, ու Ռոբերտն ասում է գիտես Չեխիայի մասին ձեր, ասում եմ գիտեմ, հերս էլ կա, մերս էլ կա, ցավոք սրտի ես ձեզ տենց բան չեմ կարա ասեմ, մի խոսքով, ես էլ ինձ մանուկ զգացի, Ալեքսիս հետ մի քիչ լկստվեցի, երեք օրը Ալեքսին ասել, ուզեց աղավնին, վերցրեց աղավնին, ուզեց թշերը նկարվի, նկարեցինք թշերը, ուզեց նստել եմ տրանսպորտ, ուղղակի գնացել, ասավարի 99-ը նստենք, գնանք ավտոկայան, իրա ուզասն է տայղ է, ես արել եմ էդ, գնացել ենք ավտոկայան, ասմա դեղ մի արիս տեից, գնանք Ռասիա, ծրագրով նայեցի, ինքը դե այդ բաները հասկանում, ասմա ծրագրով նայեցի, ասում եմ Ալեքս 25 րոպեից հագալու շոքից կխաշվենք, ասմա մամա դե տեսին ոնց կարանք, գնանք հրապարակ, ասում եմ արի գնանք հրապարակ, իշնենք ուզում եմ ինձ կոշիկ առնեմ, հոչեզ նեղվի, ասմա չէ, հարդ չկա, որ չի ասում հարդ չկա, ես քեզ կսպասեմ, ասմա, դե տես որն ա գալի, որ նստենք, ավտոկայանից 75-ը նստել եմ, հրապարակ իջել եմ, ժողովուրդ լեփլեցուն էր, դեպա մայրաքաղաքն է, իմ ընտրությունը արել եմ, իջել ենք Ռասիա, մեր սիրած պաղպաղակը կերել, մեր սիրած տեղից շատ համով է, տեղի պաղպաղակ, այ որ փորձեք վստահ եմ, որ ինձ կհաստատեք իմ ասածը, ու նստել ենք 22-ը, ընգեմ մի հատ նենց պրոբկի մեջ, 6-ից 10 պակաս եղել ենք հրապարակ, 22-ի մեջ, 8 անցինք, թե 15, իջել ենք Մասիվ, արդեն էլ օթես չէր հերիքը, հիմա էլ տնամ ինչ եմ անում, ինչով եմ ձեռքցում Ալային, ու դեպի Ռայկոմ, կհանդիպենք երազայքը, գնաց։ Որը։ Պուջուրը ու էլ ավտոբուս։
Ալեքսան։ Ստեք սրանով ելեք ավտոկայով։ Չէ, մենք ռայկոմ ենք գնալ։ Ավտոբուսով բայց։ Հա։ Բարի լույս չես ասում։ Աս շատ սիրելի բաժանորդներ, ոնց եք լավեք, ես լավ եմ։ Իսկ կարող ես վարորդին հարցնեմ ասեմ ռայկով հասնում եմ։ Չէ, ես քեզ ոնց եմ ասել, որով ենք գնալու։ 26 23-ով։ Всё, 23-ի մեջ կնկարես, որ ես YouTube-ում։ անպայման ոնց ասես։ Ասել սենց։ Ես էլ այս թեստուրը կունենայի։ Հա։ Այո, շատ շերի բաժանորդներ, ոնց եք լավեք, ես լավ եմ։ Ես մաման գնում ենք կանգար, որ ավտոբուսը գա 23-ով գնանք Երազայքի և կհանդիպենք ավտոբուսի մեջ, շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ոյ, Ալեքս։ Ջոն, Ջոն։ Ինձ կնկարես ավտոբուսի Սրտիս մեջ, որ կեսից ես շատ։ YouTube ունենամ։ Այ գնացինք լոբացվիր, սեզամ։ Առողջան հարկ։ Բացի չմնամ։ Ալի չես մնա։ Ամեն անգամ սելի հետևորդներ, որ ես վերից իշնում ենք ներքև, ասում եմ ես անգամ է բրցակ։ Կամոտանավնա, ընտիրա, վայ, լավ սպասի։ Կոշիկըտ լավ չես հակել, չես զգում դու։ Ոնց եմ սիրում ես այս եղանակը, ոնց այս դուխովք ու հավեսով քայլում ես, անձրևտի գադաս։ Երկուսին պետք է առնենք երազայքը։ Ես շատ սիրում բաժանումներ հանդիպել ավտոբուսի մեջ։ Դերեն նորակառույցն Ծլում են սունկի նման նորակառույցները։ Ասա մեզ է բախտի ճակվի, քանի քառակուսի մետր կետ ունենանք մի բան։ Սանի եկա չդինում։ Գնացինք։ Սամը 5-ին էլ Ստեփանավան էլ գնալու։ Եղանակը մռայլայի մաղթնավ, այսեն անդրևախավի։ Նրանք մեր մեջով սարանում որդի իքանա։ Ճանապարհեցինք 23-ին, հիմա արի Ալեքսը, Ես էլ երազայքի ողջում։ ինչ կուզես են կանես։ Մենակ խնդրում եմ տոպրակը բռնի էլ, Դուր։ հեռախոսը չխաղացարիս։ Չի խաղա։ Հիմա ստեղ անձրև չկա, ես է զարմանալու։ Գնանք այս գծերով անցնենք, ահա նարի ես ասվետափորը մեր ճամփենը։ Գնանք երազայք։ Ուրախ ես։ Երբեբեր է։ Նոր են նարտամ երազայքի Այո, այ մեր ճամփենը։ Այո, շատ տոչնի հիշում ես։ Ցավը տանը։ Այնքան եմ ուրախանում, որ կարում է կողմնորոշվի, տրանսպորտի համարն էլ հիշի։ Ինձքան մանգալի զուր չի անցնում իրա հետ։ Ահա, սկսել են արդեն տաշիտուշիները։
Որ կողմից գնանք, այն աղջուկի կողմից։ Հա, որ աղջիկի կարողանա։ Դե գնա։ Տաշի-տուշիներով չեմ կարացած միանալ։ Իրան, որ պետք է սիրելի հետևողներ, այնքան արագ է քայլում, պլիմոտի պես։ Ահա։ Հա։ Դե գնանք աղջուկի մոտից, դաժե աղջուկի տեղը գիտի։ Գնա, հա։ Արի սենց գնանք, այդ տաշի-տուշիներով չեմ ուզում։ Տաշի-տուշիներով չեմ ուզում։ Ստեղ իմ տղեն ուզում է իրան ֆոտոսեսիա անի։ Ուրիշ նկարվողներ էլ կան։ Էտա։ Միջոցառումն է հենը։ Սկսվել է։ Գնաց։ Ախերնակ սոր հովրնի մի հատ փախնեմ ստեից։ Գնա։ Գնա դե ոնց ուզում ես։ Փուչիկներով սիրուն։ Սպասի, թող իրանք նկարվեն նոր Ալեքս։ Ես քիչ էր նկատել։ Ստե Ալեքսը նկատել է, որ աղջուկին հանել են ու նեղվեց։ Չկա, արի, թե սենց նկարը մեզ նկարի։ Հա, փոշմանեց։ Աղջիկին հանա չեմ հասկանում։ Նեղվեցիր։ Դե մի ուզել են հանել են այ բալա։ Այ ժողովուրդ հովա, ոնց որ բախտներս բերի մենակ, շրջեմ, շատ եք տեսել, գիտեմ, որ շատ եք սիրում եք, հետ եկեք այս հավես բաները նայենք, ոչ մի անգամ չեմ հոգնում, ինձ թվում է դուք էլ իմ նման, սենց հավեսով սիրուն, գիտես հեսա Վալոջյան ու Վահեն էլ են գալու ճամփեքին են, դու կարաս իրանցից իրանց հեռախոսի համարը վեր ունես շփվես, ես չեմ ջղայնանակը թողամ։ Դու կասես էլ Վալոջյան։ Դու ինքդ կասես, ես քո տեղն ընկերություն անեմ, դու ինքդ կարաս ասես։ Հա, ինչ եմ նկարում։ Չգիտեմ Ալեքսանդր ջան։ Դեռ երևի նվերներ են։ Երևի։ Երեխաների դեմ։ Այո։ Դե գնա։ Անցի։ Ընդից կարաս ջուր վերցնես։ Հեսա, այ է տանկյունում հենա դրացա։ Այ ես սենց գնա։ Ստեղ մի աղջկա հետ եմ ուզում։ Հա ջան, հա եկել եք արդեն, եկա էսա։ Ու բարի կենդանիների, որովհետեւ մենք կենդանիների հետ շփվենք, սիրենք նրանց եւ կարծում եմ որ նրանից լավ առիթ չէր կարող լինել։ Այն որ Զուլանդիային գնում են կենդանիները։ Հիմա եթե ծափարություններ չկան, դժվար է դա։ Դե բայց անգամ ես չէի կարող մնաց կենդանիները։ Բարձր ծափարություն ունենք։ Հիշում ես այն խոսացող թիթակը։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, մենք միջոցառումը վերջացրել ենք, ովքեր սպասի ասես, ովքեր մեզ հետևում են Facebook, Instagram, ընտեղ մի քիչ կիսվել եմ, այս պահին 5:30 է, էլի լավ հարևանի սումուտն եմ ընկել, շին մատերիալ եմ ասել տանեն իրանց տուրը, որ վարպետը վեր ունի, որովհետև վարպետը մինչև գալիս է խանութը փակալը, մենք էլ մինչև տուն հասնենք, վարպետի տուն գնալու ժամը կլի, տաքսիս փոխեցի, 5 դարձրի 7:30,
Մեր նվերները ստացանք, Ալեքսն ուրախ իր նվերներն է ստացել։ Ստացել պատողներ գանդիպենք ավտոբուսների մեջ, կամ գանդիպենք մեկի մեջ, կամ գանդիպենք 47-ով կգնանք։ Բարեկամության մետրոս ուժ։ Չէ, գնանք Տաշիր, մի կտոր մի բան ուտենք, որովհետև մեր մեքենան 7:30 է, հոտում չես հասնի ինչ-որ բան ուտես։ Ես շիպուտ եմ վրի շիպի բուրգեր, դու ինչ ես ուտում։ Չգիտեմ, կհասնենք կորոշենք։ Համել 2 ժամ ունենք, համարյա թե 5:30 էր, ավտոն 7:30 ներքև, Ամիրյանը ստեղ չի Ալեքս։ Մի ժամ տենց Տաշիր կնստենք, են մի ժամը մեկ ապահով լնի շուտ իջնենք, որ չմնանք ուշացած։ Քամիա, 3 շատ, շոքեր, շատ։ Այքան դել էլ մայթստե։ Այսօր չէ լավն է, 3 շատ խաշվեցի։ Այսօր հավես է, իմ տղեն։ Խոսքով գնացինք։ Եվ հանդիպենք։ Հացուտենք։ Նայ, Անդրի տես ինչ ես ուզում։ Մաման ինձ ես բանով քեպսից, հավիթևիկ, նագեց ու մի 2 կտոր ֆրի։ Ու մեկը կորա։ Նագեց, հավիթևիկ։ Բերել Ալեքսիս բուրգերը։ Բարի ախոտ։ Քեզ է բարի ախոտ։ Բուք են վաճառում, ստեղ մեր հացը կերանք, վերջացրեցինք, մինչև տուն հասնենք, կրնի 10-ին մոդիկ։ Դոմ շացիրի բանալով կատիպենք, հարավինջովի Տունակը, սիրում, ստեղից որ անցնում ես, զուտ ծաղիկի հոտա։ Սիրում։ Համ տեսքը դավը, համ բույրը։ Նմա բարե հաջող տեղ հասնենք։ Վայ, պրոստի ժան։ Հա? Հասնեմ, որ մենք հասնյոտ ենք, ոչ մի կլոպայ չունենք։ Ես է դեպքեր հասնեմ։ Ես ինչ եմ։ Արի մեր հետևորդներ քեզ Չէ, հետևի կողմից, դանքը չեմ նկարել։ Ես քեզ մենք ինչքան շապ ենք սիրում։ Ես Ապրեք, ստեյցեք։ Հա, բարեկամություն Հա։ չեք որ գալիս եք։ Հայն ահմեն ենք, ընդեղ գնեմ տաքսի նստենք, ապրեք շտնակա, բախ ապրեք շատ, լավ մնացեք, հաջող ձեզ։ Այն այդ տրանսպորտիկնան 4 է։ Ահա, գնա, Մեր ոնց է։ գնալը։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այսօրվա Երևանյան օրը հաճելի ձևով եզրափակեցինք, այն օրվա պրոբկից աչքս վախեցել էր, շատ ուժեղ։ Ալեքս, այս եկել ենք հասել Կիևյան, ինձ լսի, գնա, հմի հասել ենք բարեկամության մետրոն, հիշի, Խումար խամաս, հա դրամա եմ ասում։ Հա։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ներքև ու փողոցով
փակել են։ Վարորդը զգուշացրեց, որ այս մետրոյի մուտքի մոտ պետք է մեր հանդիպումը կայանա, ասավ կզանգես, կասեմ մեքենան որտեղ է։ Ու այն օր պրոբկից վախեցած, սումքես ընկավ ուսիցս, այն օրվա պրոբկից ուժեղ վախեցած, կես ժամ շուտ տարածքում եմ, ինչ անեմ։ Ասում ես ես որ մետրոն հասանք, Լասիա, չէ, բարեկամության, ապրես, գնանք մետրոն, շատ չէ, մետրո չէ, վարորդը ստեղ է։ Տեսա զանգելու ենք, որ տենանք, որ մեքենան նստենք։ Ստեղ էլ են սիրուն ծաղիկներ ծախամով։ Սպասի Ազիզ։